Ներսիսյանը հայ առաքելական եկեղեցու հայրապետը չի։ Անկեղծ ասած իմ տեսակետը չի փոխվել, ես կարծում եմ, որ եկեղեցին եւ պետությունը անջատ են։ Հայ առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից։ Եվ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին։ Ասում է եկել է եկեղեցու ներքին գործերին խառնվում են։ Ժորժ ջան, այդ մեր եկեղեցին է։ Եվ համոզված եմ դրանում, որ վարչապետը եկեղեցու գործերին չպետք է խառնվի։ Բայց մենք թույլ չենք տալու Հայաստանի եւ Ղարաբաղի կապիտուլյացիա։ Ես ինքս դրա համար շատ եմ մեղադրում, որ պետք է գայի ասեի ժողովուրդ, որ մենք պետքա համաձայնվենք, որ Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում պետքա լինի ինքնավարություն եւ մեր զիջումների սահմանը պետքա լինի մեր 29743 քառակուսի կիլոմետրը։ Այսօր Հայաստանի Հանրապետության տասնյակ, եթե ոչ 100,000-ավոր քաղաքացիներ բարիս բուն իմաստով ճկռում են բանկային ժամկետանց տոկոսների տակ։ Եվ մենք կարծում ենք, որ միանշանակ եւ անելդվա պետք է զրոյացնել բոլոր սպառողական եւ գյուղատնտեսական վարկերի։ Ես ով ասեմ դեմ եմ նման որոշումների ֆինանսական պարտավորություն։ Այդ ոնց է տենց է, այդ շատ հեշտ է։ Եկեք ազատենք, հարկերից ազատենք, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք։ Սիրելի հայրենակիցներ, սա Նիկոլ Փաշինյանի հակասական իրարամերժ ելույթներն էր սափրվելուց առաջ եւ հետո։